Ավելորդ քաշը միայն բարետեսության խնդիր չէ, հաճախ այն ուղեկցվում է առողջական լուրջ խնդիրներով, շաքարային դիաբետով, հիպերտոնիայով, հոդացավերով եւ նույնիսկ քնի խանգարումներով։ Այս ամենի ֆոնին բարիատրիկ վիրահատությունը դառնում է հազարավոր մարդկանց համար առողջ կյանքի նոր սկիզբ, վերադարձնելով կյանքի որակն ու ինքնավստահությունը։ Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնում ստամոքսի փոքրացման վիրահատությունը կատարվում է բացառապես բուժառուի առողջությունը վերականգնելու նպատակով։ Երբեք չի կարելի շփոթել պլաստիկ վիրահատությունների հետ, մենք չենք անում պլաստիկ վիրահատություն, շտկող վիրահատություն, մեր վիրահատությունները կատարվում են մարսողական տրակտի վրա կոնկրետ ցուցումով եւ ճարպակալում ունեցող անձանց դեպքում։ Բժշկական այս միջամտության նպատակն է նվազեցնել ստամոքսի ծավալը, օգնել մարդուն հագենալ ավելի քիչ սննդով եւ միաժամանակ արագ քաշ կորցնել։ Բուժառուները վիրահատությունից հետո առաջին տարվա ընթացքում կորցնում են ավելորդ քաշի մինչեւ 70%-ը։ Եթե մենք տեսնում ենք, որ պացիենտի մոտ կա օրինակ 70 կիլոգրամ հավելյալ քաշ, վիրահատությունից հետո 6 ամսից մինչև 1 տարի ընկած ժամանակահատվածում պացիենտը կորցնում է ավելորդ քաշի մեծ մասը, մնացած մասը իհարկե կարգավորվում է սննդակարգով, մարզասրահով, դիետաներով, բայց մեծ մասը ավելորդ քաշի հնարավոր է կորցնել վիրահատության միջոցով։ Բարիատրիկ վիրահատությունը ցուցված է նրանց, ում մարմնի զանգվածի ինդեքսը գերազանցում է 35-ը, հատկապես եթե առկա են ուղեկցվող հիվանդություններ։ Ըստ բարիատրիկ վիրաբույժ Հակոբ Շմավոնյանի, Վարդանանցում այս խնդրին մոտեցումը բազմամասնագիտական է եւ միայն վիրահատությամբ չի սահմանափակվում։ Մեր թիմի մեջ ընդգրկված է հոգեբան, սննդաբան, ներզատաբան, անեստեզիոլոգիական թիմ եւ վերջում նոր վիրաբուժական թիմ, այսինքն պացիենտը դիմելուց անցնում է իմ նշած բոլոր էտապներով, սկսած հոգեբանի, սննդաբանի ծառայություններից մինչև ներզատաբանի ծառայություն, բացահայտվում է ճարպակալման պատճառը, քննարկվում է պացիենտի հետ լուծման ուղիները։ Վարդանանցում վիրահատությունը կատարվում է լապարասկոպիկ եղանակով, սա նշանակում է քիչ ցավ եւ արագ վերականգնում։ Իսկ արդյունքները նկատելի են, կարգավորվում է արյան ճնշումը, նվազում են հոդացավերը, բալանսավորվում են շաքարի մակարդակն արյան մեջ, իսկ բուժառուի շարժունակությունն ու կյանքի որակը զգալիորեն բարելավվում են։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։